Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ես ներողություն եմ խնդրում ձեզնից, որովհետև փորձելու եմ հիշեցնել մեր հասարակությանը, մեզ բոլորիս, ձեզ, Տիկին Գալստյան, թե ինչ ենք մենք ապրել, ինչ դժոխքի միջով ենք անցել այս 5 տարիների ընթացքում։ Խոսում եմ այս մասին, քանի որ տպավորություն է, որ մեր քաղաքական շրջանակը հիշողությունից ջնջել է մի ամբողջ 5 տարի, ինչը տեղի ունեցել 20-ից 25 թվականների ընթացքում։ 2020 թվականի պատերազմից ի վեր մեր հասարակությունը փորձում է գտնել հարցերի պատասխաններ, որ երբեք ու երբեք մեր հանրային քաղաքական միտքը չի արծարծել։ Մենք բոլորս միասին խաբված ենք եղել փակ բանակցային գործընթացների եւ դիվանագիտական տերմինաբանության ներքո։ Պատերազմից հետո աղմուկի մեջ անվերջ անդադար գնացող մեղադրանքների տակ իրողությունները եւ փաստերը մնացին երկրորդ պլանում։ Հայտնվեցին մի քանի էմոցիոնալ թեզ, որ մինչ օրս քաղաքական դաշտից տեղափոխվել է ընդդիմադիր հանրային խոսույթ եւ անընդհատ փաստարկներին չդիմանալով դարձել են փոխադարձ մեղադրանքների լոզունգներ։ Ժողովրդի լայն զանգվածը գոռում է խաղաղություն, իսկ դուք գոռում եք Արցախը հանձնեցիք, ծախեցիք, ասել եք Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ասում եք Արցախը Ադրբեջան է, 5000 զոհ տվեցիք եւ այլն։ Եկեք փորձենք առանց էմոցիաների փաստերին նայելով տեսնենք ինչ է տեղի ունեցել մեզ հետ ժամանակագրորեն։ 30 տարվա մեր դիվանագիտությունը եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երաշխավորների միջոցով հետաձգել ինչքան հնարավոր է, հույսներս դնելով միջազգային հանրության եւ մեր ռազմավարական դաշնակցի վրա։ Թարգմանաբար ասեմ, Արցախի հանրապետություն եղել է միայն եւ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում ապրողների համար։ Ամբողջ աշխարհը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Բայց մեզ բոլորիս համար տարբերություն չի եղել Ղարաբաղ թե Հայաստան։ Սահմանահատում չկար, տարբերություն չկար, երբ ու ինչպես գնալ Ղարաբաղ։ Ցավոք սրտի հանրային դաշտում քչերն են բարձրաձայնել բանակցային գործընթացների մասին բաց ու թափանցիկ։ Բանակցվել է 7 շրջանը տալու հարցը կարգավիճակի անորոշ կարգավորումների պարագայում։ Բայց բացի քաղաքական վերնախավից այս հարցի մասին հանրության լայն շրջանակներ տեղյակ չեն եղել։ Շեշտ ուզում եմ դնել կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդներին թեզի վրա։ Այո, սա ինքնին թարգմանաբար նշանակում է կոնֆլիկտը հետաձգել ինչքան հնարավոր է։ Եվ այն սերունդը, որը բախվեց կոնֆլիկտի ամենածանր շրջանին, եղանք մենք։ Եկավ մի պահ, որ այլևս հնարավոր չէր, հաշվի առնելով ռազմական բալանս, աշխարհաքաղաքական իրավիճակ, բազմաթիվ գործոններ։ 2020 թվականին եղավ պատերազմ։ Պատերազմում մենք պարտվեցինք։ Էմոցիոնալ քննադատություններն ու մեղադրանքներից զատ իրողությունն այնպիսին էր, որ մենք, որպես հայ ժողովուրդ, պարտվեցինք։ Ստորագրվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Մի ողջ ընդդիմություն աշխարհի տակի մեղադրանքները թափեցին մեր գլխին այդ փաստաթուղթը ստորագրելու համար։ Մի մասն ասում էին ինչու պատերազմը կանգնացրեցիք, մյուս մասն ասում էր ինչու չեք համաձայնվել 7 շրջանը տալուն միջև պատերազմը, այն մյուս մասն էլ թե պատերազմը կարող էինք չպարտվել։ Մի կողմ թողնելով այս բոլոր թեզերի օբյեկտիվ պատասխանները, որը հազարներ անգամ քննարկել ենք, փաստագրում ենք միայն այնինչ հստակ իրողությունը։ 2020 թվական նոյեմբերի 9-ից 10-ը ստորագրվեց երկկողմ հայտարարությունը, որը կանգնեցրեց 44-օրյա պատերազմը։ Այն ամրագրեց հրադադար ռուս խաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում։ Մենք մտանք մի փուլ, որտեղ միաժամանակ մի քանի բաներ տեղի ունենում։ Լեռնային Ղարաբաղում պարբերաբար հրադադարի խախտումներ, Հայաստանի սահմաններին աճող ճնշում, երկրի ներսում հեղաշրջման կոչեր, ցույցեր եւ անկայունություն։ Եվ բանակցությունների բարդ գործընթաց։ 21 թվական 12 մայիս ադրբեջանական զինված ուժերը մտան Հայաստանի Հանրապետության տարածք, ոչ թե Ղարաբաղ, այլ Հայաստան, Սյունիք, Գեղարքունիք։ 28 հուլիս ադրբեջանական ստորաբաժանումները փորձեցին հայկական դիրքերի վրա հարձակվել։ 16 նոյեմբեր տեղի ունեցավ հետպատերազմյան խոշոր հարձակումներից մեկը արդեն Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում։ 22 թվական մարտ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը նորից կտրուկսրվեց, գազատամատակարարման, խափանման, հումանիտար ճնշման եւ փառուխի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման հետ։ 3 օգոստոս Լեռնային Ղարաբաղում նորից էսկալացիա։ 13-14 սեպտեմբեր Ադրբեջանը իրականացրեց լայնածավալ հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Օգտագործվել էր ծանր հրետանի, թիրախավորվել էին 36 բնակավայրեր, Ջերմուկ, Գորիս, Վարդենիս։ 12 դեկտեմբեր Սկսվեց Լաչինի միջանցքի արգելափակումը։ 10 ամիս մարդիկ ապրում էին շրջափակման մեջ։ Ծնունդը սահմանափակ գազը անջատվող բուժօգնությունը գրեթե անհասանելի։ Այդ ընթացքում մենք շարունակում էինք բանակցել։ 20 թվականից հարյուրավոր հանդիպումներ, զանգեր, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստեր, Մոսկվա, Սոչի, Բրյուսել, Մոսկվա, Բրյուսել։ Զուգահեռաբար փորձում ենք պաշտպանել Հայաստանի տարածքը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Բոլոր հնարավոր միջազգային հարթակներում պատե էինք տալիս մեզ, որ մարդիկ շրջափակման մեջ են ապրում։
բայց ավաղ հիշեցնեմ, Լեռնային Ղարաբաղում դեռ գտնվում էին ռուս խաղապահներ, որոնք ունեին անվտանգություն ապահովելու մանդատ։ 23 թվականին արդեն ձևավորվեց մի շարք բարդ իրավիճակ։ Մի կողմից Հայաստանը գնում էր խաղաղության ճանապարհով, ճանաչում էր սեփական երկրի եւ հետեւաբար հարևանի տարածքային ամբողջականությունը, ասում էր պետք է ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մյուս կողմից հենց Ղարաբաղում այդ մոտեցումը չէր ընդունվում։ Ամեն անգամ շատ կոշտ արձագանքներ։ Փորձում էինք համոզել ԼՂ ներկայացուցիչներին Սոֆիայում եւ Բրատիսլավայում բանակցությունների գնային։ Բայց ԼՂ-ից լսում էինք ավելի քան առավելապաշտական ելույթներ, քան պատերազմից առաջ էր։ Լսում էինք, որ նրանց փոխարեն ոչ ոք չի կարող որոշում կայացնել։ Զուգահեռաբար հորդորում էին Հայաստանին ռուս խաղապահներին տալ միջազգային մանդատ։ Եվ այս ամենի ֆոնին շարունակում էին հարձակումներ նաև Հայաստանի սահմանին։ Այստեղ շատ կարևոր է սա հասկանալ։ Մինչ մենք ներսում վիճում էինք ով ինչ ասաց, ով ինչ չասաց, ով ինչ ձևակերպեց, ով ինչ ձևակերպումից հրաժարվեց, գետնի վրա իրավիճակը գնալով վատանում էր։ Եվ վերջում մենք կանգնեցինք փաստի առաջ։ Սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունենում իշխանափոխություն։ Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ընդդիմության ծափերով ու ողջուններով ընտրվում է նոր նախագահ Ղարաբաղում։ Սեպտեմբերի 19-ին սկսվում է ռազմական գործողություն։ Սեպտեմբերի 28-ին ստորագրվում է Շահրամանյանի կողմից ԼՂ լուծարման հրամանագիրը։ 22-ից 27-ին Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Նորից հիշեցնեմ, որ այդ պահին էլի գտնվում էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահ ուժերը։ 24-ից 25 թվական Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ դարձան սահմանազատումը, սուվերեն միջազգայինորեն ճանաչված տարածքի անվտանգությունը, խաղաղության պայմանագրի կնքումը, տեղահանվածների իրավունքները եւ սոցիալական խնդիրները։ 25 թվականի օգոստոսի 8 Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է եւ նախաստորագրված։ Հետևաբար, երբ այսօր հնչում են պարզեցված մեղադրանքներ, հանձնեցիք, ծախեցիք, պետք է հասկանալ իրականությունը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի երկարատև եւ ցավոք սրտի շատ ավելի լայնամասշտաբ։ Եվ հիմա այս ամենից հետո եկեք մեզ շատ ուղիղ բարձ հարց տանք։ Ինչ ենք մենք իրականում քննարկում տարիներ շարունակ։ Արդյոք մի կոնկրետ որոշում, թե մի ամբողջ պատմություն, որը տարիներով չենք ցանկացել տեսնել, որտեղ հեշտ է ասել հանձնեցիք, բայց դժվար է ընդունել, որ մենք 30 տարի ապրել ենք մի իրականության մեջ, որ աշխարհը չէր ընդունում, եւ այդ հակասությունը մի օր պետք է պայթեր։ Հեշտ է ասել կարելի է չպարտվել, բայց դժվար է խոսել այն մասին, թե ինչ վիճակում էր իրականում բանակը, մեր համակարգը եւ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակում էինք մենք գտնվում։ Հեշտ է ասել Լեռնային Ղարաբաղը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, բայց դժվար է պատասխանել հարցի։ Իսկ մինչ այդ ով էր այլ բան ճանաչել։ Մենք տարիներով հետաձգել ենք այս հարցերը, հետաձգել ենք բանակցություններով, հետաձգել ենք դիվանագիտական ձևակերպումներով, հետաձգել ենք հույսով, որ ինչ որ մեկը մեր փոխարեն կլուծի։ Եվ երբ այլևս հնարավոր չէր հետաձգել, այդ ամբողջ ծանրությունը միանգամից ընկավ մեր սերնդի վրա։ Սա է ճշմարտությունը։ Ոչ հարմար, ոչ հաճելի, ոչ պարզ, բայց ճշմարտությունը։ Եվ եթե մենք այսօր էլ շարունակենք խոսել պաթոսախեղծ լոզունգներով, շարունակենք փնտրել պարզ պատասխաններ բարդ հարցերին, ապա մենք ոչ միայն չենք հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև չենք կարողանալու պաշտպանել այնինչ ունենք։ Մենք պարտավոր ենք վերջապես դուրս գալ այս փակ շրջանից։ Պարտավոր ենք ընդունել արժանապատվորեն, ընդունել ամբողջական պատկերը մեր սխալներով, մեր պարտություններով, մեր բացթողումներով, որովհետև միայն այդ դեպքում մենք կարող ենք կառուցել մի պետությունը, որը ոչ թե հույսով է ապրում, այլ իրականության մեջ, իրական Հայաստանում, ոչ թե վախերով, այլ հստակ քաղաքականությամբ, եւ ոչ թե անցյալի լոզունգներով, այլ ապագայի պատասխանատվությամբ։ Այս ելույթը ես խնդրում եմ նվիրեք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ երբևէ կփորձեն համոզել, որ մենք չենք պայքարել, այլ հանձնել ենք կամ ծախել։ Հայաստանը լինելու է անկախ, ինքնիշխան ու խաղաղ։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։